Նրան տապանում հյուրընկալել եմ անվտանգային քաղաքականության եւ հետազոտական կենտրոնի փորձագետ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Մոսկվային, որ եթե Կիևի հետ չգնա համաձայնության, ապա ԱՄՆ-ն այնպիսի քայլեր կձեռնարկի, որոնք կործանարար կլինեն Ռուսաստանի համար։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինան համաձայնել է ընդունել է 30-օրյա անհապաղ հրադադարի առաջարկը, ԱՄՆ-ի առաջարկը եւ հիմա սպասում են Մոսկվայի արձագանքին։ Երեք տեսանք նաեւ, որ Պուտինը այդ ռազմական համազգեստով հակամարտությունից ի վեր առաջին անգամ այցելեց Կուրսկի մարզ եւ հայտարարեց, որ այն պետք է ամբողջությամբ ազատագրվի։ Հիմա ձեզ համար ենթադրելի է Մոսկվան ինչ պատասխան կտա այս հրադադարի առաջարկին եւ դրանից բխող ինչ զարգացումներ սպասի։ Ըստ էության Միացյալ Նահանգները վերջին 1.5 ամիսների ընթացքում մի մեծ պարտիա խաղարկեց, որի արդյունքում Ռուսաստանին կարելի ասել իսկ ծուղակի մեջ մտցրեցին, այնպես մի իրավիճակում, որի դեպքում որ Ռուսաստանը երկու դեպքում էլ կորցնում է։ Համաձայնությունը տալիս է որոշակիորեն կորցնում է, որովհետև իր պահանջները չեն կատարվում փաստացի, համաձայնությունը չի տալիս, կորցնում է, որովհետև Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Ուկրաինային եւ խստացնում է պատժամիջոցները, ստացվում է ոչ կառուցողական է Ռուսաստանը, ստացվում է, որ Ուկրաինան կառուցողական եղավ, համաձայնությունը տվեց, Ռուսաստանը կառուցողական չեղավ։ Այստեղ ամբողջ խնդիրը այն է, արդյոք Ռուսաստանը համաձայն է խաղի այնպիսի կանոնների հետ, որը թելադրում է Միացյալ Նահանգները, ըստ որի այս պահին որևէ պահանջ չի բավարարվում, բայց այդ պահանջները հետագայում քննարկելի են։ Թե Ռուսաստանը պնդելու է, որ անպայման իր պահանջների գոնե մի մասը բավարարվեն, հետո նոր դադարեցնի կրակելը։ Մենք դա ժամանակի ընթացքում կտեսնենք, իմ կարծիքով այն, որ Ռուսաստանը կմերժի, հավանականությունը մի փոքր ավելի բարձր է, քան այն, որ Ռուսաստանը կհամաձայնի, թեև շատ մոտ են իրար։ Ասացիք Թրամփը մեծ պարտիա խաղարկեց, բայց Թրամփի դրական վերաբերմունքը Պուտինի նկատմամբ ուր մնաց, այսինքն այս մասով անձնական այդ համակրանքի մասով չի կարողանա բերել կառուցողական դաշտություն։ Թրամփի դրական վերաբերմունքը եւս այդ պարտիայի մեկ մաս է, եկեք հաշվի առնենք մի կարևոր բան, Թրամփը Միացյալ Նահանգների նախագահն է եւ բիզնեսմեն է եւ նա բոլոր գործողությունները, այդ թվում անձնական հարաբերություններ եւ այլն կառուցում է այս տրամաբանությամբ, այն տրամաբանությամբ, որ Միացյալ Նահանգները պետք է շահի։ Եկեք հիշենք Թրամփի լոզունգը ընտրությունների ժամանակ, դարձնենք Միացյալ Նահանգները կրկին հզոր։ Ըստ էության Թրամփը վերադարձել է եւ ցանկանում է, որպեսզի աշխարհը նորից դառնա միաբևեռ, հաշվի առնելով Չինաստանի նկատմամբ այն մոտեցումը, որը ունի Միացյալ Նահանգները, հաշվի առնելով մյուս երկրները փաստացիորեն բևեռ դառնալու հնարավորություններ չունեն, Ռուսաստանի համար փակում է այդ ճանապարհը, որովհետև առանց Ուկրաինան ամբողջությամբ կլանելու Ռուսաստանը բևեռ դառնալու հնարավորություններ ընդհանրապես չունի։ Հնդկաստանը դեռևս բևեռ չէ եւ առավել եւս որ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցում է, սակայն ինքնուրույն աշխարհակաղակական խաղի մեջ համարյա չի մտնում, եթե BRICS-ը չհաշվենք։ Եվ պետք է նշել, որ Թրամփի այս մոտեցումը որոշակիորեն նաև գետնի վրա ենք մենք տեսնում։ Թրամփը եկել է լավ հարաբերություններ է փորձում ձևավորել բոլոր նրանց հետ, ովքեր ընդունում են այս քաղաքականությունը։ Ինչու է նա Պուտինի մասին այդպես խոսում, որովհետև այդ պարտիայի, այդ խաղի համար պետք է որպեսզի իր եւ Պուտինի սերտ հարաբերություններ լինեն։ Տեսեք, տրամաբանությունը հետեւյալն է. Թրամփը գալիս է, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը կառուցողական է, որ Պուտինը բավական լուրջ քաղաքական գործիչ է, նա շատ մոտ է նրա հետ, Ուկրաինայի հետ ցուցադրական այդպես խաղ են բեմականացնում, այնիշ տեղի ունեցավ Սպիտակ տանը, որի ժամանակ որ Ուկրաինային ինչ-որ բան է ստիպում, դրանից հետո տեղի ունենում ամերիկա-ուկրաինական բանակցություններ եւ հանկարծ բանակցությունների արդյունքում Ուկրաինային ամեն ինչ բավարարում է, Ուկրաինան համաձայն է այս պահին 30 օրով դադարեցնել, ոչ մի բան դրա դիմաց չի ստանում, բայց ամենակարևոր Ռուսաստանը եւս ոչ մի բան դրա դիմաց չի ստանում։ Ստացվում է, որ այս ամենի արդյունքում Ուկրաինան այսպես թե այնպես, եթե առաջարկեին առանց որևէ նախապայմանի կրակը դադարեցնել, նա պատրաստ էր լինելու, համաձայնելու էր։ Ինչու, որովհետեւ փաստացի Ուկրաինան շատ ավելի վատ վիճակում է մարտի դաշտում, քան Ռուսաստանին, այսինքն եթե զուտ ֆիզիկական տեսանկյունից նայենք, Ռուսաստանի ձեռնտու է մարտերը շարունակել, Ուկրաինային այնքան էլ ձեռնտու չէ, ընդհանրապես ձեռնտու չէ, այսպես ավելի եթե կոնկրետ ասենք, բայց այս ամենին բերեցին հանգեցրին այնպիսի իրավիճակում, որի դեպքում որ Ռուսաստանի կողմից մերժելը նշանակելու է ոչ կառուցողականություն եւ նշանակելու է, որ Ռուսաստանը փաստացի չի գնահատում այն ամենը, ինչ Թրամփը արեց իրենց համար, Ռուսաստանի համար այս 1.5 ամիս
ամիսների ընթացքում։ Այսինքն Ռուսաստանը տնտեսապես դեռևս դիմադրելու այդ ներուժը ունի, որովհետև եթե ռազմի դաշտում ունի ներուժի տարբերություն Ուկրաինայի պայքարելու շարունակելու մարտերը, ապա տնտեսական առումով, այսինքն նոր պատժամիջոցների պարագայում Ռուսաստանը իսկապես էլի կկարողանա դիմադրել երկար։ Չեմ ցանկանում թյուր պատկացում ստեղծել, ես չեմ ասում, թե Ուկրաինան չունի ներուժ շարունակելու, առավել ևս որ արտաքին օգնությունը կարծես թե վերականգնվեց արդեն ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքում։ Ռուսաստանը տնտեսապես այդ հնարավորությունները ունի թե չունի, դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների վերաբերմունքը հետագայում Ռուսաստանի նկատմամբ։ Եթե Տրամպը այն սպառնալիքը, որը առաջադրեց Ռուսաստանի նկատմամբ գործի դնի եւ ֆինանսական շատ ավելի լուրջ բաժամիջոցներ աշխատեն, փորձի փակել բոլոր այն սովանցները, որոնք օգտագործում է Ռուսաստանը, օրինակ Ադրբեջանի միջոցով էներգակիրների արտահանում եւ այլն, ապա այս համատեքստում Ռուսաստանը իհարկե երկար դժվար թե կարողանա դիմանալ, բայց եթե իրավիճակը շարունակի լինել այնինչ հիմա, ինչ որ ժամանակ Ռուսաստանը այնուամենայնիվ կկարողանա շարունակել պատերազմը, առավել ևս որ Ռուսաստանի իշխանության համար բացարձակ նշանակություն չունի, թե նրանք ինչքան ռեսուրսներ կքամեն իրենց ներքին դաշտից, այսինքն նրանք կարող են ամբողջ ռուս ժողովրդին ուղարկել Ուկրաինա կոտորել, այնքան որ իրենց ամբիցիաները բավարարվեն կամ այնքան որ իրենք իշխանությունը կարողանան պահել։ Պարոն Ղևոնդյան, հիմա Թրամփի պատկերացրած նոր աշխարհում ինչ դեր ունի Եվրոպան։ Արդյոք նա իր քաղաքականությամբ Եվրոպային մղում է ավելի ուժեղ, ավելի միասնական եւ առանձին բևեռ դառնալու, աշխարհաքաղաքական կենտրոն դառնալու, թե հակառակը։ Տեսեք, ես չեմ կարծում, որ Թրամփը ցանկանում է, որպեսզի Եվրոպան դառնա առանձին բևեռ, բայց Թրամփը նաեւ դեմ չէ այդպիսի զարգացմանը, որովհետեւ իր վրայից ֆինանսական, ուշադրության, ժամանակի եւ այլ ռեսուրսների առումով մի բեռ, այսպես ասենք, նա կթոթափի, եթե Եվրոպան առանձին կարողանա իր անվտանգային համակարգը ստեղծել, իր խնդիրները լուծել եւ այլն եւ այլն։ Եվ այս առումով Թրամփի համար իհարկե ցանկալի կլինի, որպեսզի Եվրոպայում այն միտումները, որոնք արդեն նկատվում են, իրականություն դառնան եւ Եվրոպան կարողանա սեփական անվտանգային համակարգը ստեղծել, ընդ որում այդ այնպիսի անվտանգային համակարգ, որը ոչ միայն ինքնաբավ լինի ինքն իրեն պաշտպանել, այլ հնարավոր լինի նաեւ արտահանել։ Ինչի համար, որովհետեւ օրինակ տեսեք, Եվրոպան այսօր իր մերձավոր սահմաններին գտնվող պետություններին, այդ թվում Հայաստանին, որոշակի անվտանգային մեխանիզմներ առաջարկում Միացյալ Նահանգների հովանավորությամբ։ Ինքնուրույն անվտանգային մեխանիզմները բավականին թույլ են աշխատում դիցուք Ուկրաինայի դեպքում։ Եվրոպան ինքնուրույն ապահովել անվտանգությունը Ուկրաինայի գոնե այս պահին չի կարողանում եւ Միացյալ Նահանգների օգնությունը այնուամենայնիվ պետք է։ Եթե Եվրոպան ինքը դառնա անվտանգային համակարգ, որը կարողանա անվտանգություն արտահանել, ապա այս բեռը եւս կթոթափվի Միացյալ Նահանգների վրայից եւ Եվրոպան իր սահմանների շուրջ գտնվող այն պետություններին, որոնց հետ կապված աշխարհաքաղաքական խնդիրներ, այսպես մեծ առումով չկան Միացյալ Նահանգների համար, Եվրոպան այդ հատվածների անվտանգությունը եւս կարողանա իր վրա վերցնել եւ Միացյալ Նահանգների ուշադրությունը ամբողջապես հնարավոր կլինի սևեռել Մերձավոր Արևելքին, Չինաստանի խնդրին, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մյուս խնդիրներին եւ այլն։ Եվ այս առումով Թրամփի համար ցանկալի կլիներ, որպեսզի Եվրոպան ինքը առանձնանար եւ դառնար որոշակի բևեռ։ Իհարկե, Թրամփը նաեւ ըստ ամենայնի որոշակի մտավախություններ կարող է ունենալ, եթե Եվրոպան այնքան աճի, որ կարողանա մրցակից լինել Միացյալ Նահանգներին, բայց գոնե այս պահին դրա մասին խոսելը շատ վաղ է։ Այսինքն ամեն դեպքում գործենք ունենալու մեծ հաշվով առայժմ հավաքական միասնական արևմուտքի հետ։ Նայած որ հարցում, տեսեք, եթե մենք խոսում ենք ընդհանուր երկրագնդի վրա տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այո, արևմուտքը միասնաբար է հանդես գալու, օրինակ ռուսական, չինական կամ այլ սպառնալիքների դեմ, եթե դրան անհրաժեշտությունը կլինի, բայց եթե մենք խոսում ենք հետագա զարգացումների մասին, սեփական հնարավորությունների ավելացման մասին, ունակությունների զարգացման մասին, ապա այստեղ Եվրոպան կարող է առանձին աշխատել եւ տեսեք արդեն ՆԱՏՕ-ին համարժեք եվրոպական այդպես անվտանգային համակարգ է ցանկանում ստեղծել Եվրոպան, որի մեջ կներառվի նաև ըստ Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից հնչող կարծիքների, որի մեջ կներառվի նաև Ուկրաինան կամ Ուկրաինայի այն հատվածը, որը կմնա ուկրաինական իշխանությունների տիրապետության տակ, եւ ես հույս ունեմ, որ դրա մեջ կներառվի նաև Հարավային Կովկասը, գոնե Հայաստանի եւ Վրաստանի մեջ։ Ռուսաստան, Չինաստան ասացիք, Իրանը այդ դեպքում հավաքական արևմուտքի համար խնդիր է, թե խնդիր չէ։ Ես կարծում եմ այստեղ կա որոշակի տարաձայնություն Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ, թեև Եվրոպան այդ իր դժգոհությունը Միացյալ Նահանգների իր հարաբերություններից այնքան էլ արտահայտված չի ներկայացնում, բայց որոշակի տարաձայնություն կա, որովհետեւ Իրանի նոր ղեկավարությունը
համեմատաբար ավելի արևմտամետ քաղաքականություն է վարում, քան նախկինները, իհարկե համեմատության մեջ ընդամենը, ինչը եվրոպական երկրներին դուր է գալիս, եվրոպական երկրները որոշակի ծրագրեր են փորձում պատկերացնել Իրանի մասնակցությամբ, բայց Միացյալ Նահանգների գոնե Տրամպի վարչակազմին սա այնքան էլ ձեռնտու չէ եւ կարծես թե Իրանի նկատմամբ եւս կան որոշակի եթե չասենք թշնամական, ապա գոնե հակամարտության տրամաբանության մեջ մոտեցումներ, թեև ես նշեմ, որ Տրամպը 1-2 անգամ հայտարարեց, որ պատրաստ է նաև Իրանի հետ որոշակի բանակցությունների, համաձայնությունների եւ նույնիսկ մեկ անգամ խոսում էր Մերձավոր Արևելքում Իրանի-Իսրայելի հաշտության շամպայնը խմելու մասին։ Հիմա մեր խնդիրներին գալով ԵԱՏՄ անդամ Հայաստանը, նաև Եվրոպայի հետ մերձենալու ձգտումներ ունեցող Հայաստանը շարունակում է հետաքրքրված լինել BRICS-ում դիտորդի կարգավիճակ ունենալով, այս մասին հայտարարեց Արարատ Միրզոյանը հնդկական պարբերականին տված հարցազրույցում։ Հիմա սա եթե իշխանություններին հարցնենք, ասեն բալանսավորման քաղաքականությունը հենց սա է։ Դուք ինչպես կանվանեք այս քաղաքականությունը, երբ մենք ԵԱՏՄ անդամ ենք, ձգտում ենք Եվրոպա, բայց միաժամանակ ուզում ենք, որ կարգավիճակ ունենանք BRICS-ում։ Ես նշեմ, որ բալանսավորման քաղաքականությունը ինքը հենց իր տրամաբանության մեջ ներկա աշխարհակարգի պայմաններում ոչ լուրջ, այսպես ենք անլուրջ խոսույթ է, որովհետև հնարավոր չի բալանսավորել երկու կողմերի միջև, որոնցից ամեն մեկը մյուսին բացառում է։ Այսինքն, եթե դու մեկի հետ ցանկանում ես հարաբերությունները զարգացնել, մյուսը քեզ հետ խնդիրներ է ունենալու։ Այս մեկի հետ ես ցանկանում, այն մյուսն է ունենալու։ Իսկ եթե դու երկուսի հետ էլ փորձում ես, երկուսի հետ էլ խնդիրներ ես ունենալու։ Այսինքն, այստեղ եւ-ի տրամաբանություն գործել չի կարող, եւ կարող է գործել միայն մեկ դեպքում, եթե այդ եւ-ը երկուսն էլ խնդրահարույց են։ Եթե դու ցանկանում ես խնդիրներ չունենալ, ապա պետք է ընտրես։ Գոնե այսօրվա աշխարհակարգի պայմաններում իրավիճակն այդպիսին է, այնպես որ Հայաստանը ստիպված է լինելու ինչ-որ մի փուլում ընտրություն կատարել, ինչպես օրինակ եվրոինտեգրման հարցում տեսեք, ազգային ժողովում եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ մենք հասել ենք այնպիսի մի շեմի, որից հետո մեկ քայլ առաջ եւ մենք պետք է ընտրենք ԵԱՏՄ-ից դուրս գալ, թե չգալ։ Եթե ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, այդ մեկ քայլը առաջ չենք կարող անել։ Հնարավոր չէ ունենալ եւ ազատ առևտրի համաձայնագիր եւ լինել ԵԱՏՄ-ի մաս։ Եվ եթե այստեղ հստակ է, ապա մյուս ոլորտներում եւս մենք մոտենում ենք այդ շեմերին։ Անվտանգության հարցում, հետագա զարգացումների հարցում եւ այլն, տեսեք BRICS-ի հետ կապված Թրամփը հայտարարություններ էր անում շատ կոշտ միջոցներ ձեռք առնելու։ Ուր է գնում Հայաստանը, գնում է BRICS, որպեսզի հայտնվի այն երկրների ցուցակում, որոնք որ այդ կոշտ միջոցների շրջանակներում են գտնվելու։ Այդ դեպքում ինչու էր գնում եւ ստորագրում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության այդ կանոնադրությունը։ Այսինքն այստեղ ես կարծում եմ բալանսավորման մասին խոսելը, եթե Հայաստանի իշխանությունների մոլորությունը չէ, ապա գոնե աշխարհակաղակական իրավիճակում ինչ որ ձևով մանևրելու հնարավորություն։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Իսկ Նիդերլանդների հետ ստորագրված ռազմավարական գործընկերությունը ինչ կարող է տալ Հայաստանին։ Ես կարծում եմ սա ընդհանուր եւ ԵՄ երկրների հետ համագործակցության բաղադրիչներից մեկն է։ Հայաստանի եւ Նիդերլանդների հարաբերությունները բավականին սերտ են վերջին տարիներին։
Եվ այս տրամաբանության մեջ բացի Ֆրանսիայից մեկ այլ եվրոպական երկրի հետ նման փաստաթուղթ ունենալը, ես հուսով եմ իհարկե որ Ֆրանսիայի հետ Ես հենց դա եի ուզում հարցնել, որ համեմատության մեջ Ֆրանսիայի հետ մենք ավելի սերտ հարաբերությունների մասին կարող ենք խոսել եւ տրամաբանությունը իմ կարծիքով հետեւյալն է, որ մենք քայլ առ քայլ ենք մոտենում ավելի սերտ հարաբերությունների Եվրամիության հետ ընդհանուր առմամբ եւ Նիդերլանդները հավանաբար համարվել է Հայաստան Եվրամիություն գործակցության ավելի քիչ խնդրահարույց ուղղություն, քան ուղիղ Հայաստան-Ֆրանսիա փոխհարաբերությունը, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, Ադրբեջանից եւ Բաքվից եւ Մոսկվայից Հայաստանին բավական շատ դեպքերում մեղադրում են Ֆրանսիայի պրոտեկտորատ դառնալու ինչ որ անիմաստ վախեր ունեն դրա հետ կապված թե ինչ եւ այս առումով Թուրքիայից նաեւ այո Ֆրանսիայի հետ կապված որոշակի խնդիրներ կան եւ այս առումով հավանաբար Հայաստանը եւ Ֆրանսիան նաեւ ես ենթադրում եմ որ նաեւ Ֆրանսիան մտորել են եւ հանգել են եզրակացության, որ կարելի է առաջին հերթին ռազմավարական համագործակցությունը ձևակերպել Հայաստանի եւ Նիդերլանդների մեջ, որպես նաեւ Ֆրանսիայի հետ ամենասերտ հարաբերություններ ունեցող պետություններից մեկը Եվրամիությունում, ընդհանուր բազմաթիվ շահեր ունեցող պետություններից մեկը, որից հետո գուցե նաեւ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հերթը գա։ Այսինքն իմ կարծիքով սա կիսաքայլ է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցության ճանապարհին։ Եվրախորհրդարանը քննարկեց հայ գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը եւ նրանց համարում է դատավարությունները ապօրինի եւ կեղծ եւ պահանջում է Բաքվից նրանց անհապաղ ազատ արձակել։ Հիմա գերիների այս խնդիրը սա լուծում ունի թե չունի։ Սրա հետ կապված Եղիշեկ Կիրակոսյանի հրաժարականը մարդիկ չհավատացին նրա բացատրությանը մեծ հաշվով, ասում են սա ուղիղ կապ ունի այդ հայցերը հետ կանչելու հետ։ Հիմա լուծում կա, ինչ որ իրավական դաշտում լուծում կա, թե ամեն դեպքում սա քաղաքական է եւ մենք պետք է սպասենք, չգիտեմ, ինչ իրադարձությունների։ Իրականում իրավական որևէ միջոց չկա Ադրբեջանը ստիպելու, գոնե այսօրվա աշխարհում որևէ միջոց չկա Ադրբեջանին ստիպելու, որպեսզի բաց թողնի գերիներին Եղիշեկ Կիրակոսյանի հրաժարականը իմ կարծիքով ես համաձայն եմ չհավատացողների հետ իմ կարծիքով այո կապված է հայցերի հետ կանչման հետ գուցե այս հարցում ինչ որ համաձայնություն արդեն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հուսանք որ այդ համաձայնությունը ներառել է գերիներին բաց թողնելը որովհետեւ գուցե Հայաստանը Ադրբեջանից պահանջել է դրա դիմաց գերիներին բաց թողնել մենք չգիտենք իրականում այդպես է թե այդպես չէ օրինակ ես համաձայն կլինեի եթե գերիներին բաց թողներ Ադրբեջանը դրա դիմաց Հայաստանը հայցերը հետ կանչեր Չէ, բայց նաև իր հայցերը հետ կանչի Ադրբեջանը եւս իր հայցերը հետ ակնհայտ է Ադրբեջանը հետ է կանչելու եկեք իրավական այդպես մեխանիզմների մեջ չմտնելով այդպես ընդհանուր գլոբալ պատկերացնենք Ադրբեջանի հայցերը Հայաստանի դեմ շատ թույլ են եւ շատ ավելի քիչ են ընդունված հայցերը քան Հայաստանի հայցերը Ադրբեջանի դեմ որոնք բավական փաստարկված են եւ բավական մեծ հավանականություն կա որ Հայաստանը հաջողությունների հասնելու է եւ այս կետը ակնհայտորեն ձեռնտու է Ադրբեջանին շատ ավելի, քան Հայաստանին հայցերի հետ կանչման հարցը եւ այստեղ հավելյալ բան Հայաստանը կարող է պահանջել Ադրբեջանից, գուցե պահանջել է մենք տեղեկատվություն չունենք, եթե պահանջել է եւ եթե Ադրբեջանը համաձայնություն տվել է, ապա ինչ որտեղ կարելի է արդարացնել Հայաստանի կողմից հայցերի հետ կանչման հարցում համաձայնություն տալը։ Իսկ եթե հայցերը հետ են կանչվում եւ գերիների հարցը մնում է, ապա այդ դեպքում ես ինքս դեմ կլինեի նման զարգացման։ Հիմա ամփոփենք մեր հարցազրույցը պարոն Ղևոնդյան երկրում արկա այդ նախընտրական տրամադրություններով տեսնում են Գյումրիում եւ Փարաքարում սպասվում են ընտրություններ իշխանությունը այդ տրամաբանության մեջ է հայտարարություններ են հնչում էլի կարծես թե մենք տեսանք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին ինչ դիտարկումներ կան որքանով է առողջ այն ընտրապայքարը որը ծավալվում է տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում ինչպիսին է իշխանության վարքագիծը եւ արդյոք արդեն կանխատեսելի է թե մենք ինչպիսի համապետական ընտրությունների են գնալու ինչ մթնոլորտում հաշվի առնելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը եւ ըստ էության պայքարի մեջ մտնելու հայտը որը նա ներկայացրել տեսեք հարց կա իրականում ձեր հարցի մեջ նախ կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ հետաքրքիր է որ կարծես թե մեկ քայլ մենք առաջ ենք գնում ի տարբերություն նախկին նման ընտրությունների նույնիսկ Երևանի ավականու ընտրությունները որոշակիորեն այդ սև սպիտակի տրամաբանությունից դուրս չէին եկել թեև կար Հայկ Մարությանի գործոնը բայց քանի որ սև սպիտակի հեղինակներից մեկը ինքն էր միևնույն է այդ տրամաբանությունը մնում էր այստեղ կարծես թե այդ տրամաբանությունը փոխվել է ընդ որում փոխվել է երկկողմանի
փոխվել է մի կողմից այն, որ բացի իշխանությունից եւ այդ արմատական ընդդիմությունից կա նաեւ այդ Եվրադաշինքի կողմից առաջադրված Լևոն Բարսեղյանը, ով որոշակիորեն գունավորել է դաշտը եւ բացի դա կա նաեւ դաշտերից մեկի կողմից, այդ նախկին իշխանությունների կողմից, բացի իրենց առաջադրած տեխնացուից, նաեւ նախկին քաղաքապետի առաջադրման հարցը փաստացի ստացվում է, որ այդ մի դաշտն էլ տրոհվել է երկու մասի։ Ստացվում է, որ մենք հիմա ունենք երկու մասի տրոհված մեկ դաշտ, մեկ առանձին դաշտ, որը նոր է հայտնվել եւ իշխանությունները եւս մեկ դաշտ, այսինքն սա արդեն ընտրության հնարավորություն է ի տարբերություն նախկինի, երբ մենք կարող էինք ընտրել կամ ներկայ իշխանություններին կամ նախկինում իշխանություն եղած ուժերի։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվա հանրապետական ընտրություններին, հա, մի կարևոր բանի մասին մենք չխոսեցինք, որը կապված է հանրապետական ընտրությունների հետ, եւս մեկ կարևոր խաղացող, որը կարող էր որոշակի փոփոխություն մտցնել, կարծես թե խաղից դուրս եկավ, ես նկատի ունեմ մեր հայտնի բլոգերին Վարդան Ղուկասյանին, ով խաղից կարծես թե խաղից դուրս եկավ, կապված է արդյոք դա իր նկատմամբ Հայաստանի պահանջներին, հետախուզական եւ այլն, ես ճիշտ ասած չգիտեմ, այնուամենայնիվ պետք է նշել, որ նրա խաղակարտը հանրապետական ընտրությունների ժամանակ գուցե նշանակություն ունենա, թեև այդպես 100% համոզված չի կարելի ասել, որովհետեւ տեսեք այս անգամ մենք ստացանք նման զարգացում։ Հանրապետական ընտրությունների ժամանակ ըստ ամենայնի մենք նման պատկեր ունենալու ենք, այսինքն լինելու են իշխանությունները տրոհված դաշտ է լինելու նախկին իշխանությունների կողմից, գուցե ոչ երկու մասի, ինչպես այսօր, այլ մի քանի մասի, որովհետև այլ դերակատարներ եւս կան, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից աջակցվող ուժերն են, կա նաեւ Բագրատ Գարեստանյանի կողմից գուցե ինչ որ ուժ լինի, ձևավորվի կամ ինչ որ ուժի նամիանա, գուցե այլ դերակատարներ հայտնվեն, այսինքն կարող է ավելի շատ մասերի տրոհվել այդ դաշտը եւ նաեւ կունենանք արևմտամետների դաշտ, այդ Եվրաքվե նախաձեռնության եւ այսօր արդեն Եվրադաշինքի կողմից ներկայացվող, որը եւս գուցե ամբողջական լինի, գուցե նաեւ նրան հարող այլ ուժեր եւս մասնակցեն, այսինքն ես կանխատեսում եմ, որ 2026 թվականի հանրապետական ընտրություններին ընտրությունը լինելու է շատ ավելի մեծ, քան նախկին դեպքերում։ Եվ Նիկոլ Փաշինյանի այդ նախկիններին կամ Գողոն Թալան այդ խոսույթին հղում անելով չի հաջողվի այդ մանիպուլատիվ էֆեկտը օգտագործել եւ հանրության վստահությունը կրկին շահել։ Իմ գնահատմամբ Քաղաքականությունն եմ ուզում գնահատել։ Իմ գնահատմամբ անկախ նրանից ընտրություններին ինչպիսի ընտրություն կլինի, ներկա քաղաքական ուժը, որը իշխանության է, միևնույն է նորից ստանալու է առավելագույն մասը ձայների, այսինքն ամենամեծ հնարավորությունն է ունենալու իշխանություն կազմելու, բայց կարծում եմ այս անգամ միանձնյա իշխանություն ունենալ նա չի կարողանա եւ շատ կարեւոր կլինի թե մյուս ուժերը որոնք են եւ քանի որ այդպես է լինելու, ապա գուցե մենք Նիկոլ Փաշինյանի կողմից չտեսնենք այս անգամ նախկին ներկա այդ մանիպուլյատիվ երևույթները, գուցե իշխանությունները, իշխող քաղաքական ուժը այլ մարտավարություն որդեգրի, որովհետեւ այս անգամ խնդիրը լինելու է ոչ թե նախկինների մերժելու հաշվին իշխանություն ունենալը, այլ երկրորդ, երրորդ, չորրորդ ուժերին ունենալ այնպիսի ուժեր, որոնց հետ հնարավոր լինի կոալիցիա կազմել։ Բայց ինչով եք պայմանավորում, որ իշխանության ձայներ ստանալու այդ հնարավորությունը, առավելագույն ձայներ ստանալու հնարավորությունը դեռևս մեծ է։ Դա ինչով եք բացատրում ու պայմանավորում։ Ես ավելի հստակ ներկայացնեմ, հա, ինչու է դեռևս մեծ, ես նշեմ ինչու է դեռևս մեծ, որովհետև ըստ բոլոր արտաքին ազդակների Հայաստանի ներկայ իշխանությունները համեմատած մյուս քաղաքական ուժերի հետ առանձին ամենամեծ ռեյտինգը ունեն եւ ամենամեծ ընկալումը ունեն։ Եթե իհարկե հնարավոր լինել մնացած ամբողջ դաշտը համախմբել, ապա ներկայ իշխանությունները կպարտվեին շատ մեծ հավանականությամբ, բայց դա հնարավոր չէ առաջնորդին գաղափարական առումով, հետո նաև այն պատճառով, որ այնտեղ կան բացի գաղափարականից նաև անձնական խնդիրներ միմյանց միջև։ Եվ այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունների առաջին տեղում հայտնվելը այլընտրանք այս բանին չունի, ինչքան ուզում է, ինչ ուզում է անեն այլ քաղաքական ուժերը, բայց այդ առաջին տեղը այս ընտրությունների ժամանակ իմ գնահատմամբ ամենակարևորը չի լինելու, ամենակարևորը լինելու են երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը, որովհետև առաջին տեղին պետք է լինելու ինչ-որ մեկի հետ կոալիցիա կազմել, որպեսզի կարողանա իշխանության մնալ։